Պարոն Գրիգորյան, մեր քաղաքը, որին արժանի ես դու, ուզում եմ հասկանալ, թե այս քաղաքը, որին արժանի են, որ քաղաքական ուժերով եք դուք ստեղծելու, ու արդյոք այդ քաղաքական ուժերի հանդեպ այդ վստահությունը ունի գյումրեցին։ Ուրեմն քաղաքական ուժերի հետ կապված մեր քաղաքը դաշինքը, կուսակցությունների դաշինքը ձևավորվել է Հայրենիք եւ Միացյալ Հայաստան կուսակցություններից, ուրեմն տեսեք, ինչու նախ դաշինք։ Դաշինքի նպատակը այն է, որ այսօր Գյումրի քաղաքը նախ փոքր քաղաք է, հետո Գյումրի քաղաքի խնդիրներին լուծում տալու համար պետք է կարողանանք համախմբել բոլոր գյումրեցիներին, անկախ կուսակցական պատկանելությունից։ Եվ երբ որ մենք դաշինքով ենք մասնակցում ու հաղթանակ ունենալուց հետո մեզ համար պիտի ավելի հեշտ լինի աշխատել գյումրեցիների հետ, աշխատել մտավորականների հետ, աշխատել գործարարների հետ, բոլորի հետ ու որպեսզի մարդիկ չունենան ոչ մի կաշկանդող հանգամանք, որ աշխատում են քաղաքապետի հետ, ստիպված են լինելու աշխատել X կուսակցության ներկայացուցիչի հետ։ Առաջնահերթությունը այդ է։ Գյումրեցիները լավ հասկանում են դա ինչ է նշանակում, միգուցե Երևանում չհասկանան, չպատկերացնեն խոսքը ինչի մասին է, բայց Գյումրին ադատների քաղաք է եւ նմանատիպ բաներին մենք գյումրեցիներս շատ ուշադրություն ենք դարձնում, իսկ քաղաքական ուժերի հետ կապված երևի մեկնաբանությունը, բացատրությունը այդ է, կոնկրետ կաշկանդվածություն խուսափել ինչ-որ մի կուսակցության հետ չէ, նպատակը այդ չէ, ես 18 տարի քաղաքականության մեջ եմ եւ ունեմ փորձ աշխատելու կառավարությունների հետ, 3 կառավարությունների հետ, իշխանությունների հետ ավելի ճիշտ աշխատել եմ եւ ունեմ փորձը, ունեմ աշխատանքի ձևը գիտեմ, նաեւ գիտեմ այդ կուսակցությունների միջոցները բերել Գյումրի քաղաք ու փորձել ծառայեցնել Գյումրի քաղաքին։ Այնպես որ այդտեղ տողատակին ինչ որ բան չկա, ավելի շատ ինքը գյումրեցիների սրտով լինելու համար է։ Եվ ի վերջո ինչ է Գյումրի քաղաքը ձեզ համար։ Գյումրի քաղաքը ինձ համար իմ տունն է, իմ ընտանիքն է, իմ անցյալն է, իմ ներկան է, իմ ապագան է։ Ես իմ ամեն ինչը տեսնում եմ մեր քաղաքում, Գյումրի քաղաքում եւ բնականաբար այս քայլը պատահական չի եղել, որ ես առաջադրվել եմ որպես քաղաքապետ թեկնածու, որպեսզի կարողանամ իմ հնարավորությունների սահմանում ավելի շատ օգտակար լինել արդեն որպես քաղաքապետ։ Ես 14 տարի եղել եմ ազգային ժողովի պատգամավոր եւ դուք էլ նոր տեսա ֆիլմով, ինչքան աշխատանքներ ունեմ կատարած Գյումրի քաղաքում, որը մեծ հաշվով ավելի շատ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանք է, քան ազգային ժողովի պատգամավորի, այսինքն փորձը կա, ձևը գիտեմ ու անելու եմ։ Եվ պարոն Գրիգորյան, վերջին տարիներին թիմ ընտրությունները ցույց են տալիս, որ ցանկացած ընդդիմադիր թեկնածու, որը համարձակվում է, ճակերտավոր հաղթել իշխանությանը, ինչ որ քրեական գործով կամ կալանավորվում է, կամ իր ընտանիքին սկսում են հետապնդելու, ստիպում են, որ հետ քայլ անի, օրինակ հենց Պալասանյան դաշինքի դեպքում էլ այդպես էին խոսակցությունները, որ զսպեցին ամեն կերպ ընտանիքի անդամներին արդեն որդուն, Պալասանյանի կալանքի տանելու հարց կար ու ինքը ստիպված դաշինքով այսպես Գյումրին թողեց անտեր։ Հիմա դուք այդ մտավախությունը չունեք։ Տեսեք, եթե վերցնենք ուսումնասիրենք բոլոր քաղաքապետերի թեկնածուներին կամ հաղթած քաղաքապետերի պատմությունը, գրեթե բոլորը նախկինում գործող քաղաքապետեր են եղել կամ պետական պաշտոնյաներ են եղել, ում որ կարողացել են ինչ-որ մի ձև մի բան կպցնել։ Ես ազգային ժողովի պատգամավոր եմ եղել, ոչ մի բանի հետ կապ չեմ ունեցել, նախկինում ոչ մարզպետ եմ եղել, ոչ գործադիր մարմնում աշխատել եմ, նմանատիպ բան չկա։ Դրանով պայմանավորված այս առումով ես ավելի շահեկան դիրքում եմ գտնվում, իսկ ինչ մնում է գործեր կարել, սարքել, այս 7 տարիների ընթացքում ոչ մի ձև, ոչ մի կերպ իմ ընտանիքի հետ կապված, իմ թիմակիցների հետ կապված ոչ մի խնդիր չի եղել։ Այս երկրում, մեր քաղաքում ոչ մի խնդիր չի եղել։ Եթե այսօր ես որպես
քաղաքապետի տեխնազու առաջադրվել եմ ու հանգարց վաղը պարզվի, որ Մարդուն Գրիգորյանը այս ինչ է արել, այն ինչն է արել, այն ինչն է արել, արդեն հասկանալի է գյումրեցիներին էլ, լրատվամիջոցներին էլ, ողջ հայությանն էլ, որ դա բնականաբար կապված է նախընտրական այս process-ների հետ։ Դրանով պայմանավորված կաշկանդված չեմ, ոչ մի բանի հետ կապ չեմ ունեցել ու չունեմ, ու այս առումով էլ բնականաբար որպես ընդդիմադիր քաղաքապետ, եթե ընտրվեմ էլ, համոզված եմ, որ դրանից շահելու է միայն Գյումրի քաղաքը եւ գյումրեցիները։ Քանի որ որպես ընդդիմադիր քաղաքապետ ավելի զգոն եմ լինելու, ավելի ուշադիր եմ լինելու, ավելի լուրջ ու պատասխանատու եմ մոտենալու այն աշխատանքին, ինչը որ գյումրեցին ինձ հանձնարարել է, տվել է հնարավորություն, որ ես զբաղվեմ, քանի որ լավ հասկանում ենք պետական բոլոր ուժային կառույցները խոշորացույցով հետևելու են քեզ որպես ընդդիմադիր քաղաքապետի, թե ինչ ես անում։ Բնականաբար այդտեղ շահելու է գյումրեցին, ինչ փող եկավ, մանրամասը ծախսվելու է քաղաքի վրա, գյումրեցիների վրա, ու պարզ է, որ այդտեղից համ շահելու է գյումրեցին եւ մենք անփորձանք անվտանգ շարունակելու ենք աշխատել։ Ես ապահովված մարդ եմ, ես ապահովված ընտանիքից եմ, չունեմ քաղաքի գումարների կարիքը, որ կամ քաղաքապետ դառնամ, որ այդ միջոցներից օգտվեմ, նաև երևի ձեզ էլ պարզ է, որ այն տարիքում չեմ եւ այն կարգավիճակում չեմ, որ ես ուրախանամ այն հանգամանքով, որ ես առաջադրվել եմ քաղաքապետի տեխնազու ու տեսեք, ես էլ եմ տեխնազու։ Ես արդեն այսքան տարի մեծ քաղաքականության մեջ եմ, բավականին լուրջ ծանրակշիռ անցած ճանապարհ ունեմ, իսկ դա կփաստեն նաև մեր գյումրեցիները, բազմաթիվ փորձությունների ժամանակ, երբ որ քաղաքը եղել է փորձությունների մեջ, ես եղել եմ քաղաքում, ես եղել եմ քաղաքի ժողովրդի կողքին։ Կկա ժամանակը քարոզարշավի շրջանակներում այդ ամեն ինչի մասին մեր գյումրեցիներին ցույց կտանք, կհիշեցնենք, թե ով է Մարդուն Գրիգորյանը Գյումրու եւ գյումրեցիների համար։ Պարոն Գրիգորյան, ինչպես կգնահատեք, որ 9 կուսակցություն դաշինք է մասնակցում, կարծիք ակնհայտ է, որ նրանց մեջ կան նաև պատական մարդիկ, կարծիք կա, որ իշխանությունները ավելի շատ տեխնազուներ առաջադրելով փորձում են ընդդիմության ձայները փոշիացնել եւ դրանով հաղթել։ Դե ես բնական եմ համարում, ընդդիմություն համին ինչ անելու է, որպեսզի քաղաքում հաղթանակ տոնի, իշխանությունն էլ ամեն ինչ անելու է, որ պայի իր քաղաքապետի տեղը, քաղաքապետի աթոռը։ Բայց այստեղ ես կարծում եմ, որ մենք եթե ճիշտ աշխատենք հանուն քաղաքի, ոչ թե ամեն մեկս մեր համար, համոզված կարող եմ ասել, որ հաղթանակ ունենալու ենք։